Շանթի եթերը շարունակում է հեռանկարը։ Անցնող շաբաթվա քաղաքական առավել քննարկված իրադարձություններն այսօր ամփոփելու ենք Ազատ քաղաքացի հասարակական կազմակերպության նախագահ Հովսեփ Խուշուջյանի հետ։ Պարոն Խուշուջյան, շնորհակալություն մեր հրավերն ընդունելու համար։ Նախ ո՞րն է ձեր գնահատականը վերջին շրջանում եւ հատկապես այս օրերին տեղի ունեցող աղմկահարույց իրադարձությունների վերաբերյալ? Ձերբակալվում են հոգեվորականներ, ազգային անվտանգության ծառայությունը փորձում է մտնել վեհարան, խոսում է փոփոխությունների անհրաժեշտության մասին եւ այսպես շարունակ։ Իմ համար ավելի ցավալի փաստ է ոչ թե այն, որ ձերբակալվում են հոգեվորականներ, այլ որ հոգեվորականները ներգրավված են պետական հեղաշրջման փորձում, որ հոգեվորականները բացահայտ ռազմական հեղաշրջման կոչեր են անում։ Այդ դա է արտառոցը եւ ցավալին, հա, եւ ցույց է տալիս, որ այդ հոգեվորականներ չեն։ Դրանք ծպտյալ Նայիրի Հունանյաններ են, որոնք որ մեղադրանքները չեն ընդունում, պարոն Խուշուջյան, ամեն դեպքում։ Ինչ նշանակում չեն ընդունում։ Հեռուստացույցով բաց տեքստով ասում է ռազմական հեղաշրջման կոչ եմ արել նախկին նախագահներին, ասենք ինչքան ուզում է չընդունի։ Ես որ լսել եմ, ասենք տարական բանականություն ունեցող մարդ հասկանում է, որ դա եղել է, ինչ նշանակում չեն ընդունում։ Ընդ որում Բագրատ Գալստանյանի այդ բանն էլ, փաստաբանն էլ ընդունեց, որ այդ ձայնագրություններն էլ են ճիշտ։ Եվ նշ չի, որ ինքը միջև այդ մոտավորապես նույն դիսկուրսը չէր տանում առանց այդ գյուլելու արտահայտությունն է, հա, ընդհանրապես։ Այնպես որ իրենց ընդունել-չընդունելով չի, արդեն բոլորի համար պարզ է իրենք ով են։ Բայց դրանից հետո էլ հայտարարություններ են տարածվել, անգամ ձերբակալվածների կողմից, Բագրատ arczepiskopos Գալստանյանի կողմից եւ մեղադրում են իշխանություններին այդ ամենը սարքելու կեղծիքի մեջ։ Նորից եմ ասում, ուզում են ասեն արհեստական բանականությունով է Աչապահյանը News AM-ին 10 անգամ կրկնել, 10 անգամ, այս երկու ամսվա մեջ երևի 10 հարցազրույց ա տվել, անընդհատ կրկնում է։ Ու այս վերջի բաների ժամանակ ասեց, ասել եմ լավ եմ արել։ Հիմա ի՞նչն է այդտեղ կեղծ, ի՞նչն է սարքել։ Մարդը ասում է, ասել եմ լավ եմ արել, դրանից հետո ի՞նչը ասեն կեղծա կամ ի՞նչ է։ Պարոն Խուշուջյան, իսկ ինչպես եք վերաբերում այս հարցերին մոտենալու իշխանության ընտրած ձևին եւ ինչու է այս ամենը տեղի ունենում հենց հիմա։ Հենց հիմա, որովհետև հենց հիմա բացահայտվեց այդ հեղաշրջման փորձը։ Հենց հիմա, որովհետև այս վերջերս News AM-ին հարցազրույց տվեց, Աչապահյանը պահով ասում են, գիտեք, ինքը վաղուց է այդ 20 թվականից այդ կոչեր անում է, կներեք, այդ կոչերը հրապարակային չի արել։ Հա, 20 թվականի այդ դեպքերից հետո է ինքը այդ Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանին համոզել, որ ռազմական հեղաշրջում անեն, բայց դրա մասին բարձրաձայնել է վերջերս News AM-ին տված իր հարցազրույցում եւ մի հատ էլ վերահաստատել է տառացիորեն 1-2 շաբաթ առաջ եւ մի հատ էլ 3, երբ որ իրեն ձերբակալության համար ԱԱՑ-ն փորձ արեց իրեն ուրեմն ձերբակալի։ Ասենք դրա համար է նոր է լինում այդ մեկ, երկրորդը Սամվել Կարապետյանը նոր այդ հայտարարությունը արեց, որ ինքը միջամտելու է եւ վերջիվերջո մենք հասկանում ենք, չէ, Ռուսաստանից շտապում են, որտեղ պարզ չի ինչով կավարտվի Ուկրաինայում պատերազմը, իսկ իրենք խնդիր ունեն օր առաջ իրենց այդ բաղձալի նպատակը ԽՍՀՄ2-ը վերականգնելու։ Եվ այն ինչ որ Վրաստանում կարծես թե իրենց հաջողվում է գոնե այն մասով, որ ժողովրդավարական անդիմությանը Եվրոպամետ ուժերին ճնշում են, այն ինչ որ կարծես թե Մոլդովայում հույս ունեն, որ սեպտեմբերին կհաջողացնեն խորհրդարանական ընտրությունների միջոցով, այն ինչ որ Բելարուսում արդեն հաջողել են, իսկ Միջին Ասիայում ու Կենտրոնական Ասիայի երկրներում խնդիրել չունեն, հիմա Հայաստանն է իրենց համար կարևոր, որ հաջողացնեն։ Այսինքն ուզում եք ասեք, դեպքերը կարող են այնքան արագ զարգանալ, որ նույն Ռուսաստանը չի սպասում ընդամենը ամիսներ հետո Հայաստանում տեղի ունեցող խորհրդարանական ընտրությունների։ Մի տարի հետո, այո, մի տարուց էլ քիչ։ 11 ամիս հետո, այո, չի սպասում էլի։ Ընդ որում 11 ամիս էլ չկա, հունիսի 20-ին է լինելու մյուս տարին։ Հա, իհարկե, մի տարին երկար ժամանակ է, ընդ որում մի տարին նաև նախապատրաստվելու համար անկանխատեսել է իրենց համար, իսկ իրենց դրածոները համենայն դեպս բաց տեքստով ասում են, որ ընտրությունները սխալ է անցկացնել։ Այդ մարդիկ ասում են, որ պետք է բռնազավթել իշխանությունը, որովհետև իրենց ընտրություններով ժողովուրդը երբեք իշխանություն չի տա ոչ Սերժ Սարգսյանին, ոչ Ռոբերտ Քոչարյանին, ոչ իրենց խամաճիկներին, այս սքեմավոր Նայիրի Հունանյաններին։ Պարոն Խուշուջյան, մյուս կողմն ասում է, սա վերջն է, հայրենիքը կորցնում ենք, պետությունը կործանվում է, եկեղեցին էլ այդ ամենի պատճառ, որպես այդպեսին տեսնում է իշխանություններին եւ պետք է պայքարի, չէ, իր մատնանշած այդ պատճառի դեմ։
Գիտեք ինչ կա, երբ որ մի քանի հանցագործներ իրենք իրենց նույնացնում են եկեղեցու հետ, հերիք չի։ Մի բան էլ իրենք իրենց նույնացնում են հայրենիքի հետ, եւ եթե իրենց ձերբակալում են իրենց ապօրինի գործողությունների համար, կարող է հելեն ասեն, որ հայրենիքը ձերբակալվեց, եւ եթե իրենց կալանավորեն, կասեն հայրենիքը կալանավորվեց, իրենք շատ սխալվում են։ Իրենց մասին մեր պատմիչներն էլ են շատ լավ ժամանակին խոսել, իրենց մասին մեր մեծերն էլ, գրողները, բոլորն էլ ում ուսումնասիրում ենք, տեսնում ենք ինչ վերաբերմունք են ունեցել նման կարգի մարդկանց սքեմավորների հանդեպ։ Ինչ է նշանակում հայրենիքը կորցնում ենք։ Հակառակը պետությունը այնքան ամրապնդվել, որ ոչ մի արտաքին ուժ չի կարողանում այսպիսի բաներ հրահարել եւ խժդժություններից սկսած մինչեւ ռազմական հեղաշրջումներ եւ անդադ բացահայտվում է եւ պատժվում է։ Եվ շատ լավ է, որ մենք ունենք պետություն ի տարբերություն 1999 թվականին, երբ որ պետություն չունենք եւ ինչ որ մի օտար ուժեր կարողացան այստեղի Նայիրի Հունանյանների միջոցով գլխատել մեր պետությունը։ Այն ժամանակ մենք պետություն չունենք։ Մարտի 1-ին 2008 թվականին մենք պետություն չունենք, որ ինչ որ մի խամաճիկ դրսի ուժերի կարողացավ մարդկանց 10 հոգի գնդակահարել Երևանի օրուցերեկով Երևանի կենտրոնում։ Այդ ժամանակ պետություն չունենք։ Իսկ հիմա պետություն ունենք։ Բայց իրենք էլ են տեսնում, որ օտար ուժերի մատը խառն է այս ամենում, չէ՞, իրենք էլ այլ երկրներ են մատնանշում։ Որ երկրներն են մատնանշում։ Ով իրենք։ Նույն այն մարդիկ, որոնց մասին դուք խոսում եք հիմա։ Ես չեմ լսել ում են մատնանշել։ Ասեք։ Նրանք էլ ասում են, տեսեք, Թուրքիան է նման բաներ անում, նման բաներ հրահրում։ Այսինքն Թուրքիան է ասել Աչափյանին։ Դուք ասում եք Ռուսաստան, նրանք էլ ես կարծում եմ դուք շատ լավ լսել եք այդ ամենի մասին։ Ես հարցեմ, դա շատ բան է, ասելով չի։ Թուրքիան է ասել Աչափյանին ռազմական հեղաշրջման կոչարա։ Դե ուրեմն ինքն է ուրեմն թուրքական ագենտը։ Ո՞վ է այդպիսի բաներ հրահրում։ Ասենք Թուրքիան ինչ է արել, որ Թուրքիային կարողանան մեղադրել որևէ նման բանի մեջ։ Հա շատ բան կարող է ուզենալ Թուրքիան աններն չէ, որ բարեկամ երկիր է մեր համար, բայց պետք է հիմք ունենան, չէ՞ նման բաներ ասելու։ Ինչ հատ է մի անգամ վարչապետը գնում է Թուրքիայի ղեկավարի հետ հանդիպի, ուրեմն Թուրքիան այդ ամեն ինչը կազմակերպում, իրանց խժդժությունները Թուրքիան է կազմակերպում, բայց Թուրքիայի պետք է հարաբերություններ կարգավորեն։ Ռուսաստանի երազանքն է, որ միշտ մնա այստեղ սահմանները փակ, որ մենք միշտ անդադ կախված մնանք իրենցից, որ Վրաստանում մի հատ խնդիրներ ապրանքների հետ առաջանա, Իրանում էլ մի հատ պատերազմ լինի, մենք լրիվ պարկի մեջ հայտնվենք։ Դա Ռուսաստանի երազանքն է, որ այստեղ աղոթեն եկեղեցիներում այդպիսի սքեմավորները ռուսական ցարի վերադարձի համար։ Հա, իրանց երազանքն է, բայց մենք պետք է մեր մասին մտածենք, մեր շահերի մասին մտածենք եւ կարգավորենք հարաբերությունները։ Այն երկրների հետ ամենայն դեպս ում հետ հնարավոր է։ Տեսեք, նրանք ովքեր ակնհայտորեն համաձայն չեն ձեր այս տեսակետների հետ, ասում են իշխանությունն իրավունք չունի խառնվելու եկեղեցու գործերին։ Եթե կան խնդիրներ եկեղեցում, ապա եկեղեցին պետք է իր ներսում կարգավորի այդ խնդիրները։ Ինչ նշանակում, եթե եկեղեցու սպասավորները Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են, իրանք իրավունք ունեն քաղաքացիական օրենսգիրքը խախտելու, քրեական օրենսգիրքը խախտելու, բայց պետությունը իրավունք չունի դրան ուրեմն իրավական գնահատական տալու եւ հետապնդելու իրենց։ Այսինքն ինչ է, փակ տարածք չի, Վատիկան է այդ եկեղեցին։ Այս ասված ըստ էության վեհապարի իշխանություն եւ կաթողիկոս այս հարաբերությունների դե վերաբերվում, երբ որ իշխանությունը խոսում է կաթողիկոսին փոխելու մասին։ Բայց տեսանք, չէ, իրականում որն էր պատճառը այդ ամեն ինչի։ Այնպես չի, որ իշխանությունները չգիտեն, որ այդ մեղսակցությունը կա որոշ եկեղեցական սպասավորների։ Հենց հիմա սկսվեց խոսել այդ մասին։ Էլի եմ ասում, հիմա է բացահայտվում։ Հիմա է բացահայտվում։ Այն ինչ որ շատ բաներ գիտեին, հիմա բացահայտվեց։ Շատ բաների մասին մենք էլ ենք իմանում եւ հետո բացահայտվում է եւ արդեն փաստեր ենք ունենում, որ այդ բացահայտումների հիման վրա արդեն պնդենք։ Այն ինչ որ ժամանակին իմացել ենք կամ կռահել ենք։ Շատ խոսվեց նաև հեծը պետականացնելու մասին, դրան էլ եք դուք ձեր հրապարակային ելույթներում անդրադարձել, կողմ եք արտահայտվել ըստ էության դրան, բայց հակառակ տեսակետներ ունեցողներն ասում են դա վատ ուղերձ է։ Նույն ներդրումներ կատարողներին, նույն երկրից դուրսում գտնվողներին դա վատ ուղերձ է, համաձայն չեք դրան։ Ուրեմն ներդրումներ կատարողների համար վատ ուղերձ է այն, որ մեր մոտ հոսանքի անընդհատ տատանումներ եւ անջատումներ կան եւ իրենց գործարանները րոպե մեկ կարող է սարքավորումների վնասներ կրեն, հոսանքները անջատեն, նստեն պարապուրտի մեջ, այ դա վատ ուղերձ է։ Դա սաբոտաժ է, մեր տնտեսության սաբոտաժ է։ Դա վատ ուղերձ է բնակիչներին, որ իրենց անտերության է մատնել պետությունը եւ պետությունը ասում է, բայց ես ինչ գործ ունեմ։ Ունեմ այնտեղ մի կառույց, որը սեփական է։ Բնակիչները բայց չի հետաքրում դա, ասում են դու ես պետությունը, լուծի ես հարցը։ Հիմա պետությունը լուծում է այդ հարցը։ Ինչ է նշանակում դու միլիոնավոր, տասնյակ միլիոնավոր դոլարների ներդրումներ ես ցույց տալիս, բայց իրավիճակը չի բարելավում։ Այսինքն ուր են գնում այդ ներդրումները։ Իսկ գուցե ուռճացված ծախսեր են ցույց տալիս, ոնց որ Գազպրոմը ուռճացած ծախսեր են ցույց տալիս եւ
լվանում են ըստ էության այդ փողերը այնտեղ։ Բա պետությունը պետք է հենց պետությունը դրա համար է որ վերահսկի, եթե վերահսկումը տեսնում է որ չի կատարում պարտավորությունները որևէ ձեռնարկություն, ապա գնում է իր օրենքների շրջանակներում ազգայնակցման ճանապարհով։ Նույնիսկ չի որ ներդրողները արտասահմանցի այլ երկրներում չեն տեսել ազգայնացման գործընթացներ օրենքի շրջանակներում, այդ թվում Միացյալ Նահանգներում, Մեծ Բրիտանիայում, շատ եվրոպական երկրներում։ Այդպիսի բան չկա որ 100%-ով անձեռնմխելի է որևէ սեփականություն, եթե սեփականատերը խախտել է որոշակի կանոններ եւ օրենքներ։ Բայց ինչ այդ խնդիրների մասին նոր իմացանք, թե այդ հայտարարությունն արվեց, նոր որոշվեց, որ պետք է։ Ասեցին, դե մի ամիս առաջ է արդեն սկսվել այդ գործընթացը, այդ սեփականատերը տեղյակ է եղել այդ գործընթացից եւ շատ հավանական է նաեւ այդ հայտարարությունը արել է հենց այդ գործընթացը կանխելու կամ քաղաքականացնելու, կուսակցականացնելու նպատակով։ Թեև իհարկե այդ ամեն ինչի մեջ ելի եմ վստահ եմ, որ Ռուսաստանի հետ կգա, որովհետև այս մարդը Ռուսաստանում է միլիարդատեր դարձել եւ չկա Ռուսաստանում որևէ միլիարդատեր, որ կարողանա ինքնուրույն առանց ՖՍԲ-ի ազդեցության գործունեություն ծավալի, որովհետև մենք գիտենք, չէ՞, այնտեղ միլիարդները ոնց են ձեռք բերում եւ հարստանում մարդիկ միլիարդներով։ Չկա օրինական ճանապարհ այնտեղ քրյա օլիգարխիայի պայմաններում օրինական ճանապարհով թույլ տան ինչ որ մեկին գա դառնա միլիարդատեր, որ հետո էլ հանգարց այդ միլիարդների ինչ որ մի մասը օրինակ ընդդիմությանը ֆինանսավորի ռուսական եւ այլն, ով կթողի այնտեղ այդպեսի բան։ Իսկ ձեզ համար ընդունելի կլինի, եթե այդ կառույցը պետականացվի եւ հետո պարզվի, որ հանձնվում է նորից մասնավորի։ Այո, իհարկե, եթե այն մասնավորը որ վերցնելու է դա կատարի այդ պարտավորությունները, ընդհանրապես պետությունը լավ սեփականատեր չէ։ Դա հայտնի է կապիտալիստական օրենքների շրջանակներում, ընդհանրապես կապիտալիզմի կանոնն է, որ եւ ապացուցված կանոն է։ Պետությունը, վարչարարը, չինովնիկը, լավ իմաստով, պաշտոնյան, լավ սեփականատեր եւ կառավարիչ չի բիզնեսում։ Բիզնեսմենը պետք է կառավարի, բայց այն բիզնեսմենը, որը կատարում է օրենքները եւ իր ստանձնած պարտավորությունները, այդ թվում ներդրումների եւ վերջիվերջո դա մոնոպոլ սեփականություն է, այսինքն էլեկտրացանցերի նոր տիրապետումը ինքը իրան մրցակից ըստ էության գրեթե չկա, ինչքան էլ որ ազատականացվեց շուկան, նոր ցանցեր կառուցելը պատկերացնում եք, ինչ մեծ ծախսերի հետ է կապված։ Ընդ որում այդ ցանցերն էլ ինքը չի կառուցել, պարոն Կարապետյանը չի կառուցել։ Դա կառուցել են մեր հայրերը, մեր մայրերը, մեր ծնողները ժամանակին սովետի շրջանում, ծանր աշխատանքի որոնք հիմա ցածր թոշակ ստանում են հերիք չի, հələ մի բան էլ իրանց հոսանքները կտրվում է, որովհետև ինչ որ մարդիկ ներդրումներ չեն անում, որոնք որ վերցել են այդ ցանցերը, որպեսզի շահագործեն եւ միլիոնների եկամուտներ ստանան։ Դա էլ է պետք հասկանալ, չէ՞, վերջո։ Այդ մարդը ասում է բարեգործություն, մի հատ տեսնենք ինչքան է շահով ստացել, անխնա շահագործելու հաշվին մեր պետական սեփականությունը ժամանակին պետական։ Բայց միլիոնավոր ներդրումների մասին խոսում են այն օրվանից, երբ դա սեփականաշնորհվել է այդ ընթացքում։ Հանձնաժողովը ուսումնասիրի, հասկանանք, ինչքան ներդրումներ արվել, ինչքան է այնտեղ կորզվել եւ ինչքան է ընդհանրապես ներդրումները ուռճացված ցույց տրվել։ Այս ամենի ֆոնին նորից քննարկվում է վարչապետին իմպիչմենտ հայտնելու գործընթացը։ Կարծում եք մինչև ընտրություններ ընդդիմությունը կկարողանա որևէ կերպ հաջողել սա։ Տարբեր տեխնացուների մասին է իդեպ խոսվում նաեւ։ Թե հրապարակային եւ ոչ հրապարակային։ Դες լուրջ չեն վերաբերում այդ process-ին, եւ ինձ թվում է իրենք էլ լուրջ չեն վերաբերում, ճիշտն ասած։ Դա լուրջ վերաբերեն, լուրջ տեխնացու կառաջադրեն, որ Մասիսի քաղաքապետին առաջադրեցին, հետո վազեցին Էսկոմ մի հատ Դիմա Աչապյանին առաջադրեցին, հետո միջև Էդմոն Մարուկյանին ինչ որ երկու հոգի առաջադրեց։ Այսինքն եթե process-ին լուրջ վերաբերեն, այսպեսի խաղեր կտան, մի հոգի կմիավորվեն, մի հոգի կառաջադրեն։ Կամ իրենք իրենց ներսում էլ լուրջ խնդիրներ ունեն, կամ լուրջ չեն վերաբերում process-ին, այլ ընդհանրապես ոմանց համար ուղղակի գործնեության իմիտացիայի ինչ որ բան է, մի բան պետք է անել, չէ՞, բա նստած պարլամենտում։ Խնդիրը անձն է, այսինքն տեխնացու, թե առհասարակ գործընթացը, այսինքն դուք ասում եք, որ տեխնացուները ըստ լավը չեն, բայց գործընթաց պետք է, թե ընդհանրապես հիմա չեք տեսնում դրա անհրաժեշտությունը։ Լավը չեն, այլ գործընթացին ինքնին լուրջ չեն վերաբերում այդ ուժերը։ Անկախ նրանից նույնիսկ եթե, ասենք, ինչ որ միավորվեին ինչ որ լուրջ տեխնացու առաջադրեն, մենք այդ ժամանակ կարողանանք ասենք, որ լուրջ են վերաբերում գործընթացին, բայց գործընթացը ինքնին մեկը ոչ միտեղ չի տանելու, որովհետև չունեն այդքան ձեն, որ իմպիչմենտ հայտարարեն։ Բայց այդ process-ը թող անեն, թող այդպես անեն, քաղաքական process-ը դա է, թող անեն, ոչ թե ռազմական հեղաշրջման պատրաստվեն, այլ քաղաքական գործընթացներին մասնակցեն։ Իսկ ըստ հաշվի առնելով նաև վերջին օրերի այս զարգացումները, առաջիկայում ինչ հնարավոր զարգացումներ կարող են տեղի ունենալ։ Խոսք է գնում նորից փողոցային շարժման մասին, դա եւս չի բացառվում, այսինքն քաղաքական գործընթացները ակտիվացնելու մասին է խոսք գնում։ Ինչպես ըստ կավարտվի այս ամենը։
ասենք ոնց եք պատկերացնում էլի մարդիկ, որոնք ամբողջ կյանքը իրենց անձնական շահերն ու հաճույքները միշտ գերադասել են պետական գործերին եւ քաղաքական շահերին նաեւ երկրի եւ հենց ամառը եկել է վազելով գնացել են հանգստանալու տաք երկրներ, հա, փոխանալու։ Հիմա մի մաս արդեն գնացել է իդեպ։ Ոնց եք պատկերացնում հիմա քաղաքական process-ներ ակտիվացնեն եւ այլն։ Առաջիկայում աշուն է։ Այ աշունը հա, հետո կգնան, կհանգստանան, կվայելեն, կվերադառնան իրենց հերթական ինչ որ գործունեությունը կսկսեն ծավալել։ Միշտ էլ աշունը էլի ինչ որ ակտիվացման փուլ է եղել։ Ոչինչ կակտիվանան կմարեն։ Ես իմ համար ավելի կարևոր է, որ երկրում ձևավորվի իրոք ժողովրդավարական նորմալ այլընտրանք գործող իշխանություններին, որ ժողովուրդը շվարած չկանգնի, որ անպայման պետք է ընտրենք այս նախկինների ու գործող իշխանության միջև, բայց դե նախկիններին էլ պետք է նախկին ասելով հասկանալ, որ սրանք փաստորեն հեղաշրջումների միջոցով իշխանություն զավթելու ունակ ուժեր են եւ քաղաքականության հետ կապ չունեն։ Այ երբ որ դուք այլընտրանքային ուժերի մասին եք խոսում, նույն ընդդիմությունն ասում է, որ օրինակ այլընտրանքային ուժեր կան, նրանք սպասարկում են օրվա իշխանություններին։ Այսինքն փորձում են մտնել խորհրդարան եւ ընդդիմություն խաղալ, բայց իրականում նրանք ընդդիմություն չեն։ Նման բաներ ասողները խառնում են պետությունը իշխանության հետ։ Եթե ժողովրդավարական ընդդիմությունը, որը որ այսօր խորհրդանից դուրս է, աջակցում է պետականությանը, աջակցում է կայունությանը, որպեսզի խժդժություններ, ռազմական հեղաշրջումներ չլինեն, աջակցում է եկեղեցու բարեփոխումներին, որպեսզի տարատեսակ գործակալները միջից մաքրվեն, դա չի նշանակում, որ աջակցում է իշխանությանը ուղիղ։ Կներեք, եթե իշխանությունն էլ այսօր պետականության հիմքերի պաշտպանության գործին է լծված, դա ուրեմն փառք ու պատիվ իրեն, ուրեմն բոլորը պետք է այո այդ նույն գործին լծված լինեն։ Ընտրություններից առաջ այն ժամանակ այս կձևավորվի այս այլընտրանքային ընդդիմությունը ժողովրդավար, ժողովուրդն էլ արդեն կընտրի ժողովրդավար այլընտրանք ընդդիմության ընտրի, թե ժողովրդավար իշխանության ընտրի։ Բարեբախտաբար երկուսն էլ ժողովրդավար են, որտեղ չես կարող մեղադրել ոչ նրան ընտրությունների կեղծմանը երբևէ մասնակցելու մեջ։ Իդեպ նույն էս ռազմական հեղաշրջում անողները ինչի չեն սպասում ընտրություններին։ Գյումրիում հաղթեցին, չէ՞։ Տեսան, որ ընտրությունների միջոցով, եթե իրենք հույս ունեն, որ համապետական մասշտաբով էլ կարող են հաջողել, թող ընտրությունների միջոցով սպասեն անեն, բայց իրենք վստահ են, որ դա բացառիկ դեպք էր Գյումրիում ինչ որ տեղի ունեցավ, այն էլ տեղական խնդիրների շուրջ էր, ոչ թե համապետական, որտեղ համապետականը ժողովրդի բացարձակ մեծամասնություն տրամադրված է Եվրոմիության անդամակցության օգտին, արևմուտքի հետ հարաբերությունների սերտացման օգտին եւ Ռուսաստանից կախվածությունների նվազեցման օգտին, եւ միայն այդպիսի ուժերը շանս ունեն մեծամասնություն ձևավորել խորհրդարանում։ Իրենք դա գիտեն, դրա համար էլ չեն ուզում սպասել ընտրություններ, ուզում են խլեն ուղակի բռնազավթեն իշխանությունը ժողովրդի ձեռքից փաստացի։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Հեռանկարում Ազատ քաղաքացի հասարակական կազմակերպության նախագահ Հովսեփ Խուրշուդյանն էր։